Օրինակ վերցնեմ միայն դեղորայքը, որը պարզ է բոլորիդ համար, որ բոլոր գրեթե բոլոր կենսաթաշակառները օգտագործում են։ Երկու շաբաթը մեկ գները պարզանում են։ Ես երկու շաբաթ առաջ երբ որ մի դեղամիջոց եմ գնում, ինքս իմ մաշկի վրա զգում եմ լինելով, ասենք ճնշման կամ շաքարի դեղ եմ գնում, անպայման անհնար է որ գները աջած չլինի։ Լավ, մենք տնտեսական մրցակցության հանձնարարով չունենք, այդ մասին ինչու չեն մտածում։ Ինչու Ռուսաստանում եւ Վրաստանում նույն այդ դեղորայքի գները 2-ից 3 անգամ ցածր են։ Ինքս եղել եմ եւ նույնիսկ ձեռք եմ բերել։ Կամ մեր այսօրվա վարչապետը ընդդիմադիր եղած ժամանակ ասում էր, բացականչում էր ամենուրեք, հայտարարում էր, որ Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Բայց իր կառավարման տարիներին, արդեն այս 7 տարիներին յուրաքանչյուր տարի այս իշխանությունների կողմից հնարած անհարգի տուրքերով, հարգերի բեռի տակ են մնում մեր քաղաքացիները, նույն այդ հբարտ քաղաքացիները, ընդ որում ավելի շատ այդ բեռի տակ, այդ բեռը ազդում է կենսաթոշակառների վրա։ Էլ չեմ խոսում տրանսպորտի գների աճի մասին, աղբահանության վճարների մասին, գույքահարգի մասին 10 անգամ բարձրացել է, բոլոր այս ծանրությունը իր մաշկի վրա կրում է մեր թոշակառուն։ Մի բան էլ ուզում եմ անպայման ասեմ, որ մեր իշխանությունները ծրագրել են, որ 2026 թվականին այս մեր նշածս 500,000 թոշակառուները պետք է հայտարարագիր ներկայացնեն։ Այսինքն 36,000 դրամ ստացող կենսաթոշակառուն պետք է 36 տուր դիմի, խփի, այն էլ չգիտեմ կստացվի թե չէ, որ այդ հայտարարագիրը ներկայացնի։ Նա պիտի մի քիչ տնտեսագետ լինի, մի քիչ պետք է հաշվապահ լինի, մի քիչ պիտի բանկային գործից հասկանա, հեռախոս ունենա կատարելագործող, համակարգչին տիրապետի։ Լավ, այս ամեն ինչը ինչի համար է, նորից այս կենսաշարժի կյանքը ինչի է բարդացվում, անհասկանալի է։ Ընդ որում թոշակառուների վերաբերյալ բոլոր տեղեկությունները պետական մարմիններում կան։ Ինչու է այս բանը չեմ հասկանում, այս քաղաքականությունը գործակերպը որտեղել իշխանությունը չեմ հասկանում։ Այսինքն փաստորեն ստացվում է, որ աղքատներից հեշտ է գումար վերցնելը, ուղղակի քանակը քիչ է, բայց քանի որ աղքատների թվաքանակը մեծ է, բավականին մեծ գումար է պետությունը հաջողությամբ կարող է օգնել աղքատներից։ Ասելիքս ավարտեմ եւ ասեմ, որ այս բոլորը ցույց են տալիս, որ մեր հայաքվեի նախաձեռնությունը կենսաթոշակները 50%-ով բարձրացնելու վերաբերյալ արդարացված են եւ մեր ծրագրային կետերից մեկը դա է, որ ամբողջությամբ պետք է պայքարենք այդ իրականություն դարձնելու համար։